մենք երևի խաղաղություն բառը լսելու ենք անգամ կիպիծիլնիկից, անգամ զուգարանի այդ ջուրը քաշելուց գալու է խաղաղություն բառը, հասկանալի է, որտեղ դա ամենա այսպես հա կոմֆորտ բառն է, որ ընտրական փուլից առաջ, ընտրական մարաթոնից առաջ եւ մարաթոնի ժամանակ պիտի ուտացնել հասարակությանը, պիտի ուտացնել պատերազմից եւ ատելությունից հոգնած հուսահատված հասարակությանը, որը հաճույքով այդ ճաշատեսակը ուտելու է, բայց ինչքանով է դա իրական խաղաղություն, երբ որ Ալիևը հայտարարում է Հայաստանի Հանրապետության սահմանները ճշգրտված չեն, անկախ դրանից, թե դուք քանի կիլոմետր եք հռչակում ձեր սահմանները կճշգրտվեն միայն այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի այդ սահմանները, եթե Միրի Մեջլիսի պատգամավորը հայտարարում է ըստ էության, որ հայերին համեմատում է շների հետ, ասելով, որ մենք պիտի Ֆազիլ Մուստաֆայևի մասին է խոսքը, հայերին վարժեցնենք մեր հաղթող կողմի խաղի կանոններին, եթե Հական Ֆիդանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ տարածաշրջանի ճարտարապետությունը գծում է Թուրքիան, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները, ես ուզում եմ հասկանալ այդ խաղաղություն բառը, որը շատ սիրուն է հնչում, իրական խաղաղության հետ, իրական ինստիտուցիոնալ խաղաղության հետ Նիկոլի ասած, ինչ կապ ունի։